Ողջույն Տիգրան, մի քանի թեմա ենք քննարկելու այսօրվա թողարկմանը, նախ սկսենք նրանից, որ այսօր ամենայն հայոց կաթողիկոսը դատարանի առջև է կանգնելու որպես մեղադրյալ, նրան եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների մեղադրանքի առաջադրվել պաշտոնեական դիրքը օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարմանը խոչընդոտելու համար, այդ հայտնի դեպքը կարծում եմ բոլորն էլ գիտեն, ոնց է առհասարակ վերաբերվում այս գործընթացին, որքան վեսա քաղաքականացված ավելի օրինական դաշտում է, թե շարունակում է այդ եկեղեցի պետություն։ Այս գործընթացը օրինականության հետ որևէ առնչություն չունի, այն հակասում է ինչպես Հայաստանի ներքին օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Մենք վերջին 1 տարվա ընթացքում, երբ տեղի էր ունենում եկեղեցու եւ կառավարության միջև այս առճակատումը, մեր կենտրոնը ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնը մի շարք հետազոտություններ է այդ թեմայով հրապարակել, որտեղ շատ հստակի ցույց է դրվում, որ պետությունը իրավունք ունի միջամտելու եկեղեցու ներքին որոշումների, ներքին ընթացակարգերին, կաթողիկոսի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի որոշումը այդ պաշտոնից այդ դիրքից ազատելու վերաբերյալ դա միայն եկեղեցու գործերն են եւ սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ ոչ թե նույնիսկ պետությունը, այլ կոնկրետ իշխող ուժը կարող է մտնել ոլորտներ, որտեղ այն պարզապես իրավունք չունի մտնել։ Ես միշտ այս դեպքում այս հակամարտությունը լավ հասկանալու համար տարբեր մարդկանց հետ շփումներով առաջարկում եմ ենթադրել, որ եթե խոսքը չգնար օրինակ հայ առաքելական եկեղեցու մասին, այլ գնար օրինակ ինչ որ կրոնական փոքրամասնության պատկանող հոգևոր կազմակերպության մասին ու եթե կառավարությունը փորձեր օրինակ այս տիպի միջամտություններ իրականացնել այդ կազմակերպության գործերին, ինչպեսի արձագանք ընդհանուր առմամբ կլիներ, բայց կարելի է արդեն նշել, որ արձագանքը եւս արդեն այս դատավարությունը, ինչպես նաեւ քրեական գործը արդեն ստանում է նաեւ միջազգային արձագանք, Ընդդիմադիրներն էլ են, եթե չեմ սխալվում, մասնակցելու նիստին։ Դե ընդդիմադիրները սկզբանե փորձում էին ինչ-որ կերպ դեմ հանդես գալ այս գործընթացներին, բայց արդեն միջազգային հանրության ուշադրությունն էլ է գրավում այս գործընթացը։ Վերջերս իրավապաշտպան հենց կրոնական ազատությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններից մեկը զեկույց հրապարակեց այս թեմայով, շեշտադրելով հենց այն, ինչ ես ասացի, որ դա որևէ առնչություն չունի Հայաստանի ստանձնած պարտավորությունների ու ներքին օրենսդրության հետ։ Երեք Reuters գործակալությունը բավականին լավ հոդված գրեց այդ թեմայով, որտեղ մեծ հաշվով ճիշտ շեշտադրումներ կատարեց, այսինքն սա նաև միջազգային իմիջի տեսանկյունից Հայաստանի համար բավականին խնդրահարույց գործընթաց է լինելու։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ նախընտրական փուլում կարծես թե այս դիմակայությունը ինչ որ չափ пассивացել էր, շատ ակտիվ գործողություններ իշխող ուժի կողմից չկային կաթողիկոսի եւ այլ հոգեվորականների դեմ, սա բնականաբար պայմանավորված է նրանով, որ պատրաստում էին ընտրություններին, բայց ինչպես գիտենք, իշխող ուժը իր նախընտրական ծրագրում նույնիսկ դրույթ էր մտցրել կաթողիկոսին գահանքեց անել վերաբերյալ եւ այս գործընթացը տեսնում ենք, որ շարունակում է հետընտրական փուլում, միգուցե ոչ այն ակտիվությամբ ու այն տեմպերով, որը կար նախորդ տարվա ընթացքում, բայց այն շարունակում է մնալ իշխող ուժի ուշադրության կենտրոնում եւ սա իհարկե լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն կրոնական ազատության, ոչ միայն կրոնական կազմակերպությունների ներքին գործերի միջամտելու առումով, այլ ընդհանուր առմամբ օրենքի գերակայության սկզբունքի ընտրովի արդարադատության տեսանկյունից սա մեծ հաշվով տեղավորվում է, այս գործընթացը տեղավորվում է այն ավելի լայն միտումների շրջանակում, որոնց մասին մենք խոսում ենք նաև մեր հաղորդման ընթացքում, երբ իշխանության քաղաքական հակառակորդները ենթարկվում են այս տիպի ընտրովի արդարադատության, մենք ունենք բազմաթիվ դեպքեր նմանատիպ բովանդակությամբ, որոնք իրականացվել են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, մարդկանց տարբեր հավաքների բերելու, ընդհանուր առմամբ այլ գործողություններ իրականացնելու, որոնք չեն արժանանում նմանատիպ օրինակ իրավական գնահատականի իրավապահ եւ դատական մարմինների կողմից։ Անցնելով հաջորդ թեմային, Երևանում էր խաղաղության առաքելությունների հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի ավագ խորհրդականը եւ սա կարծես համընկեց հենց վաղը օգոստոսի 8-ն է արդեն համընկնում է տարելիցի հետ համաձայնագրի ստորագրման
ինչ որ հայտարարություններ կային, հիմնականում թրիփի շուրջ է քննարկումը եղել, շնորհավորանքներն են փոխանցել Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հետ կապված, ինչ տպավորությունն է առհասարակ այսից եւ պատահականներ այսօր ընտրված թե ոչ։ Այո, նախ արձանագրենք, որ Արիե Լայթստոնը այս գործընթացում ներգրաված առանցքային դեմքերից մեկն է։ Նա մեծ հաշվով սկսել է այս միջնորդական առաքելությունը Միացյալ Նահանգներին, երբ երեքի դեպ Civilnet-ի հետ հարցազրույցում նշեց, որ առաջին անգամ Հայաստան այցելել է հենց նախորդ տարվա ապրիլին եւ հենց այդ ժամանակահատվածում էր սկսվել էր այդ միջնորդական առաքելությունը։ Եթե հիշում եք, մենք ամիսներ առաջ երևի թե Հայաստանում առաջինը անդրադարձ կատարեցինք նրա անձին, նա նախկինում առաջին Թրամփի նախագահության շրջանում ներգրաված է եղել նաև արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում, Աբրահամյան այդ համաձայնագրերի ակտիվ մասնակիցներից եւ ճարտարապետներից էր, հետագայում նաև զբաղեցրել է Աբրահամյան համաձայնագրերի հիմնադրամի տնօրենի պաշտոն, միգուցե դեռ զբաղեցնում է, բայց այս գործընթացում, ինչպես արդեն նշեցի, առանցքային դեմքերից է, նա բավականին հաճախ ժամանում է Երևան, եւ սա կարծես թե առաջին դեպքն է եւ այդ այցը լուսաբանվում է։ Սա կարծում եմ ցույց է տալ առաջին հերթին այս տիպի այցերը նպատակ ունեն ցույց տալ, որ կա ակտիվ գործընթաց։ Իդեպ Լայստոնի հետ Հայաստանը ժամանել նաև Կոնստանտին Սակալովը, որի նշանակումը մենք մի քանի թողարկում առաջ քննարկեցինք, այն ժամանակ Trip Plus ձեռնարկությունների հիմնադրամի տնօրեն է նշանակել, բայց այդ նշանակումից հետո հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել, որը եւս չի լուսաբանվել մամուլում, այդ հիմնադրամը հիմա կոչվում է վերանվանվել է տրանսկասպիական կամ տրանսկասպիան ձեռնարկությունների հիմնադրամ։ Ես այդ մասին 2 օր առաջ գրառում կատարեցի Facebook-ում եւ շատ մարդկանց մոտ ինչ որ մտահոգություններ առաջացան, ես նույնիսկ արձագանքից նկատեցի, որ շատ հարցեր են առաջացրել այս վերանվանումը, այստեղ բայց պետք է արձանագրել, որ մեծ հաշվով որևէ առանցքային փոփոխություն տեղի չունեցել, որովհետեւ եթե խոսում ենք Trip Plus այդ հիմնադրամի մասին, այդտեղ Plus-ը հենց նշանակում էր ոչ միայն Trip, այլ նաև Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, այսինքն այդ հիմնադրամի առաքելության մեջ մտնում է ոչ միայն Trip ծրագրի ֆինանսավորումը, այլ նաև Trip-ի շուրջ գոյություն ունեցող ենթակառուցվածքների բարելավումը կամ նոր ենթակառուցվածքների կառուցումը, բայց կարծում եմ հետաքրքիր փոփոխություններ, ես կարծում եմ ավելի նպատակահարմար կլիներ այս վերանվանումը իրականացնել իրականում Սակալովի նշանակումից առաջ, որովհետև մարդկանց մոտ դեռևս թյուրըմբռնում կա տարբեր կառույցների վերաբերյալ, շատերը չեն հասկանում, որ կառույցը ինչով է զբաղվում եւ այլն, այսինքն այս հիմնադրամը շատ հաճախ շփոթում են Trip-ի զարգացման այդ կազմակերպության հետ, Trip Development Company-ի հետ, որը իրականացնելու է կառուցման աշխատանքներ, ինչպես նաև այդ հաղորդակցության կառավարման աշխատանքները հենց այս ընկերության մեջ Հայաստանը ունի չափաբաժին 26% եւ երբ օրինակ ժամանակին նշանակում էր Սոկոլով, մարդիկ մտածում էին, որ խոսքը գնում է հենց այդ զարգացման կազմակերպության մասին, Trip-ի զարգացման կազմակերպության մասին, եթե այս վերանվանումը մի քիչ շուտ տեղի ունենար, օրինակ Սոկոլովի նշանակումից օրեր առաջ կամ շաբաթներ առաջ, եւ այդ թյուրըմբռնումը չլինի։ Իսկ մենք կարող ենք փորձել ամփոփել այդ Միացյալ Նահանգներում ստորագրված համաձայնագրից հետո 1 տարին ընդհանուր ինչպես է գնում այս զարգացումը։ Կարծում եմ գլխավոր արդյունքը այս պահին 1 տարի այն է, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովը հիրավի որ կայունության ժամանակահատված բերեց տարածաշրջան։ 1 տարի է մենք մեծ հաշվով չենք քննարկում հնարավոր էսկալացիաները, անվտանգային ռիսկերը Ադրբեջանից եկող։ Երկրորդ դրական գործոնը կարծում եմ այն է, որ այնուամենայնիվ ինչ որ չափով փոփոխվել է մթնոլորտը, այն դարձել է ավելի համագործակցային, եթե խոսում ենք Ադրբեջանի մասին, իհարկե նրանք դեռևս օգտագործում են որոշակի ագրեսիվ օրակարգեր, ակտիվ են պահում այդ օրակարգերը, ինչպես Արևմտյան Ադրբեջանի օրակարգը, բայց կան նաև ինչ որ խաղաղությանը միտված գործողություններ, որոնք իհարկե այլ նպատակներ եւս ունեն, բայց ամեն դեպքում այդ տիպի գործողությունները, ինչպես սեփական տարածքը տրանզիտի համար բացելը եւ նմանատիպ այլ որոշումներ ավելի դրական են, քան բացասական, այսինքն ավելի լավ է բնականաբար որպեսզի Ադրբեջանի տարածքը բաց լինի, չգիտեմ, ինչ որ շփումներ լինեն, առևտուր լինեն, քան էսկալացիայի վտանգ լինի, բայց ինչպես բազմիցս արդեն նշել ենք, իհարկե այս գործընթացի վերջնական արդյունքները մենք կարող ենք գնահատել
եւ ոչ միայն trip-ը կգործարկվի, այլ նաեւ երբ trip-ից հետո տեսնենք թե ինչ է գործարկում եւ ինչ չի գործարկում եւ մոտակա տարիների ընթացքում հենց այս գործընթացներից է կախված լինելու մեր գնահատականները։ Եթե trip-ը գործարկվի, trip-ի հետ միասին նաեւ Հայաստանը հնարավորություն ստանա Ադրբեջանի տարածքով հասանելիություն ունենալ Իրան, Ռուսաստան, ինչպես նաեւ սեփական տարածք, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բնականաբար սա կարելի է հաջողված գործընթաց համարել։ Եթե այդ ամենը տեղի չունենա կամ մասնակի տեղի ունենալ, արդեն այլ գնահատականներ կարող են հնչեցվել, բայց եւս մեկ անգամ արձանագրենք, որ այս կայունությունը, որը եկել է տարածաշրջան Վաշինգտոնյան համաձայնագրերով եւ Վաշինգտոնյան գագաթնաշողով շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ 2020 թվականից 25 թվական ընկած ժամանակահատվածը մեծ հաշվով մեր ողջ կյանքը, ինչպես պետության, այնպես էլ նաեւ անհատների, որոնք զբաղվում են այս հարցով, գերակայում էր հենց այդ անվտանգային սպառնալիքներով եւ այդ անվտանգային իրավիճակի բարելավումը իհարկե հնարավորություն է տալիս նաեւ կենտրոնանալ այլ հարցերի վրա եւ զբաղվել այլ հարցերով։ Եվ թողարկումը ամփոփելով տեղի է ունեցել նոր կազմով ազգային ժողովի առաջին նիստը, ընդհանուր ինչ տպավորություն ունես եւ ընթացքից եւ նշանակումներից նաեւ։ Այո, իրականում ակնկալիքները շատ մեծ չէին այս նոր գումարման ազգային ժողովից եւ որոշ ելույթներ, որոշ падգամավորների պահվածքը իհարկե ցույց են տալիս, որ այդ ավելի նեգատիվ բացասական ակնկալիքները հիմնավորված էին։ Երևի պետք է ընդգծել, որ գովելի է, որ առնվազն քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ իշխող ուժը փորձում են պահպանել ինչ-որ բարեկրթության մինիմալ սահմաններ, ազգային ժողովի նոր նախագահ Ռուբինյանը իր գործունեությունը մեծ հաշվով այդ կոչով սկսեց, ինչը ինչ-որ չափով պահպանվեց, ինչ-որ չափով ոչ, բայց առնվազն որ կա այդ հանձնառությունը գլխավոր քաղաքական ուժերի կողմից պահպանել այդ բարեկրթությունը կամ բարեկրթության կանոնները, գովելի պետք է համարել, բայց այստեղ իհարկե գլխավոր հարցը այն է, թե ինչքան երկար կտևի այդ համաձայնությունը կպահպանվի, արդյոք մենք տեսնում ենք, որ արդեն առաջին քննարկումների ընթացքում այն ամբողջությամբ չի պահպանվում, արդեն հնչեցվում են վիրավորանքներ, պիտակներ, կարծում եմ խնդիրը այն է, որ այս ազգային ժողովում կան մի շարք նոր падգամավորներ, որոնք հայտնի են դարձել հենց այդպիսի էպոտաժային պահվածքով, այսինքն ինչ-որ վիրավորանքներ հնչեցնելու, իշխող ուժից կարելի է այստեղ հիշատակել Տարոն Չախոյանին, որը վարչապետի աշխատակազմից տեղափոխվեց ազգային ժողով եւ հետաքրքիր է, որ հենց առաջին օրերի ընթացքում նա էր աչքի ընկնում, նույնիսկ իշխող ուժի ներսում այդ տիպի ոչ կոռեկտ պահվածքով ընդդիմության շարքերում եւս կան նմանատիպ գործիչներ, նույն Էդգար Ղազարյանը հայտնի է այս կիսահեգնական եւ սատիրիկ ոճի, այդ թվում նաեւ երբեմն վիրավորական հայտարարություններով ու ելույթներով, երբ այս տիպի դերակատարների առկայությունը իհարկե այդ բարեկրթության վերաբերյալ համաձայնության պահպանումը դժվար են դարձնում, պետք է նաև հասկանալ, որ ինչքան էլ չլինեն այս տիպի պայմանավորվածություններ, այնուամենայնիվ մենք ապրում ենք քաղաքական բևեռացման պայմաններում, երբ այս քաղաքական ուժերը մեծ հաշվով միմյանց չեն դիտարկում որպես քաղաքական հակառակորդներ, այլ կարելի է միգուցե նույնիսկ նշել որպես թշնամիներ ու ոչ միայն իրենց թշնամիներ, այլ նաև Հայաստանի թշնամիներ, սա իհարկե լրջագույն խնդիր է, որը բարդացնելու է այս ոչ գործընթացները։ Եթե խոսում ենք տարբերալ դրական կներես որ ընդհատում նշանակումներ կան ամեն դեպքում, որոնք հուսադրող են նկատել ես։ Այդպես ինձ համար կարծում եմ դրական նշանակում էր Լիլիթ Մակունցի նշանակումը աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախորդ 5 տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմը ավելի շատ հիշեցնում էր ինչ որ քարոզչական կառույց, որը ինչպես գեներացնում էր, այնպես էլ համակարգում էր ներքաղաքական քարոզչությունը, ատելության խոսքը նույն Տարոն Չախոյանը եւ կարեւոր է որպեսզի այս կառույցը աշխատակազմը զբաղվի իր ուղղակի պարտականություններով։ Ես կարծում եմ, որ Լիլիթ Մակունցը բավականին լավ էր դրսևորել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի պաշտոնում, իր պաշտոնավորման ընթացքում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունեցել երկու երկրների միջև հարաբերություններում եւ նա բնականաբար եւս մասնակցություն է ունեցել այդ ամենում։ Եվ հույս ունեմ, որ այդ պրոֆեսիոնալիզմը կարտահայտվի նաև
վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում եւ աշխատակազմը իրավամբ կզբաղվի պետական կառավարմամբ, այլ ոչ թե մանր-մունր ներքաղաքական խնդիրներով ու կոնֆլիկտներով։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։